8 տասնամյակ անցել մեծ հաղթանակը շարունակում է ապրել ժողովրդի հիշողության, պատմության եւ սերունդների հոգեվոր ժառանգության մեջ։ Այդ հաղթանակը պարզապես ռազմական հաջողություն չէր, այն մարդկային կամքի, տոկունության եւ հայրենիքի հանդեպ անսահման սիրո խորհրդանիշ դարձավ։ Մեկ տարի առաջ Կենտրոն հեռուստաընկերությունը հաղթանակի ժամանակը հատուկ հաղորդաշարով արժևորեց հայրենական մեծ պատերազմի 80-ամյակը, հեռուստադիտողին վերադարձնելով պատմության այն օրերը, երբ աշխարհը կանգնած էր ճակատագրական փորձության առաջ։ Հաղորդաշարը յուրօրինակ ճամփորդություն էր դեպի անցյալ, լի վավերագրական փաստերով, արխիվային բացառիկ կադրերով եւ մինչեւ այդ քիչ հայտնի պատմություններով։ Հաղթանակի ժամանակը հատուկ հաղորդաշարը Կենտրոն հեռուստաընկերության ոսկե ֆոնդն է, որտեղ պատմության վկաներն են պատմում իրենց սխրանքների մասին։ Երկլեզու թողարկումների ընթացքում ներկայացվեցին պատերազմի ամենաբախտորոշ դրվագները, ռազմարվեստի փայլուն օրինակները, հերոսական մարտերն ու մարդկային ճակատագրերը։ Հատուկ շեշտադրվեց հայ ժողովրդի մասնակցությունն այդ մեծ պայքարին, գեներալներից մինչև շարքային զինվոր, հայորդիները իրենց խիզախությամբ պատվով գրեցին հաղթանակի պատմությունը։ Հայկական հետքը զգալի էր պատերազմի բոլոր կարևոր ճակատամարտերում, որպես անձնազոհության, հավատքի եւ նվիրումի օրինակ։ Պատերազմի ականատես վետերանների հուշերը հաղորդաշարին առանձնահատուկ հուզականություն հաղորդեցին։ Դրանք պատմություններ էին մարդկային ուժի, ընկերության, հավատարմության եւ խաղաղության անգնահատելի արժեքի մասին։ Հաղորդաշարում նկարահանվել են նաեւ պատմաբաններն ու մտավորականները, նոր լույս սփռելով 20-րդ դարի ամենամեծ իրադարձության վրա։ Հաղթանակի ժամանակը վերածվել էր կամրջի անցյալի ու ներկայ միջև, հիշեցնելով, որ ժողովուրդը հաղթում է այն ժամանակ, երբ մնում է միասնական, ամուր եւ հավատով։ Այս նախագիծը ոչ միայն պատմական անդրադարձ էր, այլև խոնարհում նրանց հիշատակի առաջ, ովքեր կռվեցին հանուն մեր այսօրվա եւ վաղվա խաղաղ կյանքի։ Եվ որքան ժամանակ անցնի, պատերազմի հերոսների անուններն ու նրանց սխրանքները կմնան հավերժ, որպես ազգային հիշողության լուսավոր էջեր։ Իզաբելլա Հովհաննիսյան, Էպիկենտրոն։